Արցախի պաշտպանության բանակի համար մեկ առաքելությունը նույնն է, անձնակազմի 1/3-ը մարտական հերթապահություն է իրականացնում, ավարտվող տարում առավելագույնի է հասցվել դիրքապահ զինվորի անվտանգությունը։ Այսօր առաջին գծում զինծառայող զինվորը չի կարող հակառակորդի կողմից խոսվի, եթե նա չխախտի անվտանգության կանոնները։ Մովսես Հակոբյանը ցավով նաև կորուստների մասին է խոսում։ 2 զոհ են ունեցել, հայտնվել էին թշնամու տեսադաշտում։ 2013-ի ընթացքում հակառակորդն ավելի շատ օգտագործել է խոշոր տրամաչափի զենքեր ու դիպուկահարներ, բայց նախորդ տարվա համեմատ հրադադարի պահպանման ռեժիմը քիչ է խախտել։ Ռազմական գերատեսչության ղեկավարն ավելացնում է, տարեսկզբին դրսևորած ակտիվության ու դիվերսիոն գործողությունների փորձերի շարունակությունից հակառակորդի հրաժարվելը ոչ այլ ինչ էր, եթե ոչ պարտադրված։ Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում մենք իրականացել ենք պատժողական գործողություն, որի արդյունքում հակառակորդը շատ երկարատև ժամանակ իրեն պահել է զուսպ։ Առաջնագծում ունեցած հաջողությունների գլխավոր պայմանը Մովսես Հակոբյանը բանակի պատրաստվածության մակարդակում ունեցած ձեռքբերումներն է համարում։ Նախարարի դրական գնահատականը պաշտպանության բանակի ստորաբաժանումներին բազմաստիճան ստուգումներից հետո տրված գնահատականներից է բխում։ Դրա տեխնիկան նշված, հաշվարկված ժամկետում դուրս են եկել իրաց կիրառման շրջանները։ Ուշադրության կենտրոնում են եղել կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները եւ ոչ միայն։ Բանակի համալրումը կատարվել է ըստ պլանի, ավելի ծավալուն աշխատանքներ են տարվում նորակոչիկների համալրումը կազմակերպելիս։ Աշխատանք է տարվում ոչ միայն նորակոչիկի, այլև ծնողների հետ։ Նրանց համար բանակը բաց է հնարավորի առավելագույն չափով։ Նախատոնական օրերին առաջնագծում հակառակորդն ակտիվացել է, պաշտպանության բանակի ստորաբաժանումներն էլ մշտապես պատրաստ են հակահարվածի։ Ամեն դեպքում պաշտպանության բանակը մնում է իրավիճակը վերահսկողի դերում։ Լրագրողների հետ նախարարի հանդիպումն ավարտվել է ծաղկեփնջերով ու բարեմաղթանքներով, իսկ գալիք տոների կապակցությամբ սահմանին կանգնած զինվորին նախարարն անձամբ է շնորհավորելու։ Նարեկ Սահակյան, Հովիկ Առաքելյան, Արցախից ժամը լրատվականի համար։